ամբողջ ոսկորներով իմ և համայն սրտով քեզ արժանի ծառայություն եմ բերում, հոգուս գլուխը երկրին խոնարելով, ով ամենափառաբանած Աստված, որ բնակվում ես անմեկնելի լռության մեջ։ Նորոգությանս համար երկրի վրա սիրո խորան ես կառուցել, կամքիդ հանգստության համար մի վայր, սուրբ յուղով բարեկարգված մարմնեղեն տաճար, որ վեր է ցանկացած սրբությունից։ Դու այն լցրել ես քո սրբություններով, որպեսզի նրանում ծառայություններ մատուցվեն և հավիտյան փառաբանվեն քո սուրբ երրորդության եկեղեցությունները։ Հրեշտակային արարածները լռության մեջ հիացմունքով են տոգորվում քո հավիտենական ուժի դիմաց։ Ոտքերիդ տակ եմ ընկնում, Տեր իմ, և քո սուրբ աջի, որ արարել և ինձ քեզ ճանաչող մարդ է դարձրել։ Սակայն ես մեղանչել և չարություն եմ գործել, թողնելով քեզ հետ սուրբ շփումը, օրերս վատնելով ցանկասեր զրույցների։ Աղաչում եմ քեզ, Տեր, մի մեղադրիր ինձ, պատանեկությանս մեղքերի, ծերությանս անգիտության և բնությանս տկարության համար, որն ինձ հաղթել և ատելի խորհուրդների մեջ է ընկղմել։ Սիրտն իմ կպչուն հեշտասիրության դեգերումներից ուղղիր դեպի քեզ և թող խորհրդավոր լույսն ապրի իմ մեջ։ Բոլոր ժամանակներում իմ հանդեպ քո շռայլած բարեգործությունները գերազանցել են բարու նկատմամբ կամքիս ամեն դրսևորում և սրտիս պատրաստակամությունը բարի գործեր գործելու։ Իմ հանդեպ քո հոգատարությունը չես զսպել երբեք և չես կամեցել ազատ կամքն իմ փորձել։ Հակառակը, ինչպես հայրն է հոգ տանում իր զավակի մասին, այնպես էլ քո հոգատարությունն է ինձ ուղեկցել։ Հայրական շնորհը քո այցելել է տկարությունն իմ և չի կամեցել փորձել կամքն իմ, քանզի դու ճանաչելով կյանքիս ամենայն ժամ, գիտեիր, որ նորածնից էլ քիչ եմ գիտակցում, թե ուր եմ գնում։ Աղաչում եմ քեզ, Տեր, ուղարկիր օրհնությունը քո բարձրյալ երկինքներից և հեռացրու սրտից իմ ցանկացած չար գործ և մարմնական ցանկություն։ Մի զրկիր ինձ, Տեր, պաշտպանությունից քո, որպեսզի թշնամին չգրավի ինձ և չկոտորի, ինչպես ինքն է կամենում, և չկործանի ինձ ամբողջապես, քանզի դու ես, ով ապաշխարող, որ մեղսագործիս թողություն ես շնորհում և արտասվող սիրտ, այնպես, որ լացից բխող մխիթարության և արցունքների շնորհիվ ազատագրում ես սիրտն իմ, նրանում ծանրացած մեղքի բեռից։ Կարեկցանքի դուռն եմ թակում, իմ Տեր, օգնություն ուղարկիր բազում կրքերով և խավարով թունավորված և պառակտված պոռթկումներին իմ։ Վերքերս տեսնելու տառապանքն արթնացրու իմ մեջ, թեպետ և այն չհամապատասխանի իմ մեղքերի ողջ ուժին, քանզի եթե մեղքերս ամբողջապես գիտակցեմ, Տեր իմ, չի դիմանա հոգիս դրանից բխած դառնագին ցավին։ Օգնիր վերածվեն թուլամորթ պոռթկումներն իմ ճշմարիտ ապաշխարության և թող թեթևանա մեղքերիս բեռն իմ այս տառապանքների միջոցով, որ պարգևն է քո, քանզի առանց քո սուրբ շնորհի բացարձակ անկարող եմ ես անգամ իմ ներսում տեսնել մեղքերն իմ բազում, որպեսզի դրանց պատկերից կարողանամ հանդարտվել ես առատ ցրվածությունից։ Ով անուն Հիսուսի, բոլոր շնորհների բանալի, բացիր ինձ համար դուռն քո, մտնելու գանձարանը քո, իմ ամբողջ սրտով գովերգելու ու փառաբանելու քեզ, քո ողորմածության համար, որն ինձ հետ է մինչև աշխարհի վերջ։ Քանզի դու եկել և նորոգել ես ինձ նոր դարի գիտելիքով։ Գովերգում եմ քեզ, Տեր, սուրբ է քո էությունը, քանզի էությունն իմ դարձրել ես քո խորհուրդների սրբազան սրբավայրն ու տապանակը, քո բնակության վայրն ու աստվածությանդ տաճարը։ Տաճարը նրա, ով կրում է գավազանն քո արքայության, ով կառավարում է գոյություն ունեցող ամեն բան, ով քո հավիտենական փառքի տապանակն է, քեզ ծառայող հրածին պաշտոնների նորոգումը,
քեզ ճանաչելու ճանապարհը, քո տեսիլքների տան դուռը, քո ուժի և միածին Հիսուսի մեծ իմաստության միությունը, ով գաղտնիք վեր խոսքերից և լռությունից, մարդացած և մեր նորոգությունների համար կամովին մարմնացած, բացիր դեպի քո խորհուրդներն տանող ճանապարհն ինձ լռության մեջ, ազատ նյութաքերթ մտքերից, ընդհանուր շավիղներից պարզ, հավաքիր միտքն իմ աղոթքի լռության մեջ և թող պապանձվեն իմ մեջ թափառող խորհուրդներն, շնորհիվ խորհրդավոր աղոթքներով լի այս լուսավոր պաղատանքի և հիացմունքի, քո մեծության գահի առաջ եմ խոնարհվում, Տեր իմ, ես, որ հող ու մոխիր եմ և մարդկության վիժվածք, բյուր հազարավոր հրեշտակներ և անթիվ սերոփեներ հրե փառաբանությամբ և սուրբ շարժումներով իրենց հոգևոր ծառայությունն են բերում քեզ, քո սուրբ էությանը, որ ծածկված է ցանկացած արարածի զգայարաններից ու գիտելիքներից, քանզի օժանդակությամբ քո Տեր, դու մոտ ես ամենքին, ամեն փորձության ժամանակ, դուռը քո ամենայն ժամ բաց է բոլորիս խնդրանքների առաջ, դու չես արհամարհում մեղավորներին և մեծությունը քո չի խորշում ամեն տեսակ արատավորված հոգիներից, այլ ազատում ես դու ամենքին, Տեր, չարիքներից անհամար, ազատում ես Տեր նաև ինձ, ամբողջապես աղտոտվածիս, որին արժանի ես արել դեմքով ընկնելու քո առաջ և հանդգնելու իմ շուրթերով տալ անունը քո սուրբ, չնայած, որ ամեն արատի անոթ եմ ես և անարժան կոչվելու Ադամի սերունդ, տուր ինձ Տեր լուսավորվելու քո փառաբանությամբ և մաքրվել քո սուրբ անունը հիշատակելով, նորոգիր կյանքն իմ քո սուրբ շնորհից բխած բարի խորհուրդներով, մտածողության կողմնացույցն եղիր իմ, քո մասին խորհելիս և օգնիր մոռանալ ճշմարիտ ճանապարհից շեղող ամեն գործի մասին, մտածողության այն նորոգմամբ, որ դու ես հարուցում իմ մեջ, այնպիսի խնդրանքներ արթնացրու իմ ներսում, որոնք օգուտ կբերեն շնորհիվ քո սուրբ կամքի հետ իմ կամքի համաձայնության, քանզի դու ես աղոթքին աղոթք տվողը, ամրացրու իմ մեջ միասնական կամքը, որ ամենայն ժամ քեզ է նայում և խորհուրդը, որ երբեք չի թուլանա քեզ ապավինելուց, հանուն քեզ անընդհատ մեռնելով, տուր ինձ Տեր, որպեսզի ոչ թե անզգացմունք բառերով աղոթեմ քեզ, այլ սրտի խոնարհությամբ և մտքի ապաշխարությամբ, երկրին փռվելով, ով Աստված, բազում մեղքերիս հանդեպ քո համբերության շնորհիվ կյանք ես պարգևում ինձ աշխարհում, մի զրկիր ինձ նույն կյանքից գալիք, որին հույսով սպասում են տառապանքի մեջ քեզ փնտրողները, ով Քրիստոս, որի սերը սրբերին հեռացրել է ընտանիքներից, բարեկամներից և մարդկային հարմարավետ կացարաններից, այնպես որ բնական կրքերի ուժը պապանձվել է նրանցում, քո սիրո քաղցրության առջև, տուր ինձ Տեր, քեզ սիրելով ատել կյանքը իմ և թող կենդանի մեռնեմ աշխարհի ամեն հաճույքի համար և քո ուժով Տեր, թող հանդարտվեն փոթորիկներն իմ անդամներում, գծագրիր մտքում իմ անժամանակավոր և տեսանելի աշխարհի մասին ամեն մի քաղցր հիշողություն և մոլուցք, ծունր եմ խոնարհում քո վեհությանդ առջև և հողին եմ փռվում Տեր, քանզի դու կենդանացրել ես ինձ և թեպետ և քեզ չեմ խնդրել և անգործ էի նույնիսկ, դու գիտես նաև իմ խնդրանքները նախքան նույնիսկ իմանալը դրանց մասին և գիտես աղոթքներս նախքան իմ հնչեցնելը դրանք, Աստված իմ, տուր ինձ այս ժամին նաև այն, ինչը դու անհրաժեշտ ես համարում խեղճ էությանս համար, որ վտանգված է, դու գիտես իմ հոգու տառապանքների մասին և քո ձեռքերում է նրա բժշկությունը, ով ուժ, որի շնորհիվ հայրերը մեր հաղթահարել են ահեղ և ահավոր թշնամու նկրտումները, մարդիկ, որ գտնվելով մարդուն հատուկ բազում կարիքների մեջ, նմանվեցին երանելիներին
երկրի վրա ցույց տալով գալիք իրականության պատկերը։ Եվ դու մարդկային գերեզմանները, արվանձաններն ու ծերպերը դարձրել ես նրանց համար քո հայտնությունների վայրը։ Սիրտն իմ դու լցրու նրանց խորհուրդների ջերմությամբ, որ կոփվեմ նրանով և հաղթահարեմ բնական ցանկություններն ու հակառակորդների նկատմամբ վախը։ Ցանիր իմ մեջ խոնարհության գիտելիքները և դեպի քեզ ուղղիր ընթանալու անհագ ձգտումը, ով տկարների հանգրվան, ուղիղ ճանապարհ բոլոր մոլորյալների համար, ապաստան կյանքի հորձանուտներում սուզվածների համար։ Տապալիր հակառակորդի հպարտությունն իմ առաջ, քանդիր նրա հյուսված դավադրություններն իմ դեմ, նվաստացրու նրա չափազանց մեծամտությունը։ Քո խորհրդավոր ճանապարհները հարթեցրու մտքերիս առաջ, փորձանքների ժամանակ եղիր մխիթարությունն իմ և կողմնացույցը վտանգավոր վայրերում։ Ով արեգակ ճշմարտության, որի շնորհիվ արդարները տեսել են իրենք իրենց և հայելի են դարձել իրենց սերունդների համար, իմ մեջ բացիր քեզ ճանաչելու դուռը։ Շնորհիր ինձ սխալների ստորջրյա քարերին անսայթակ մնացող սուր միտք, քանի դեռ չհասնեմ քո այն լուսավոր հանգրվանին, որին հասել են իրենց բազում սխրանքներով քեզ գոհացրած հայրերն իմ։ Օրհնիր ինձ խորհուրդներով քո, լուսավորիր միտքն իմ քեզ ճանաչողությամբ, թող հույսը քո փայլատակի իմ սրտում։ Արժանացրու ինձ աղոթել այդ մասին, ով Աստված, Հայր իմ և Տեր իմ կյանքի։ Քո կանթեղը վառիր իմ ներսում, իմ մեջ սերմանիր այն, ինչ քոնն է, որպեսզի ես մոռանամ այն, ինչ իմն է։ Արթնացրու իմ մեջ քեզնով զմայլվելու ուժը, որպեսզի այն հաղթահարի ներհակությունը բնության։ Արթնացրու իմ մեջ գաղտնիքների տեսիլքը, որպեսզի գիտակցեմ այն, ինչ դրված էր իմ մեջ սուրբ մկրտությամբ։ Դու ուղեցույց ես տվել ինձ, որ ամենայն ժամ մատնանշի այն փառքը քո։ Դու կանխակալել ես ինձ լինելու այս աշխարհի աղն ու լույսը, և թող որ չլինեմ սայթաքման քար իմ ընկերների համար, քանի որ ես թողել եմ աշխարհը, թող որ այլևս հայացքս չուղղեմ նրան և այն իրերի վրա, որ դրժել եմ քեզ ուխտ անելիս։ Իմ սրտում դիր հաճելի կապանքներ, որպեսզի զգացմունքներն իմ չնայեն այն կածաններին, որոնք դուրս են քո օրենքներից։ Հավաքիր իմ պոռթկումներն ապաշխարության տապանի համար, որպեսզի նրանում զմայլվեմ ես կենցաղային ցողի մեջ, մինչև որ հասնեմ հույսիդ նավահանգիստը։ Քո մասին հիշողություններով թող միտքն իմ փորձությունների մեջ խիզախություն ձեռք բերի։ Քո մասին գիտելիքների փայլը թող լուսավորի ճանապարհն իմ խավարից։ Արժանի արա ինձ հասկանալ քո սիրո գաղտնիքը, որն արտացոլված է զգայական աշխարհում քո ստեղծագործական, քո կողմից արարվածների կեցության մեջ և քո սիրելի որդու զոհողության խորհրդի մեջ։ Արարիչ մեր, դու որ քաջատեղյակ ես արատավոր բնությանս մասին, հեռացրու ինձնից հակառակորդի բռնությունը ու մեղքի ընդվզումներն իմ անդամներում, մաքրիր կրակը նրա իմ սրտում, մեկնիր բժշկող ձեռքը քո ջախջախված հոգուս, կապիր զգայարաններն իմ ներքին խաչի կապանքներով, բազմապատկիր իմ մեջ խաչյալի ճանաչողությունից բխած հանդեպ իմ սիրո լիությունը։ Միտքը իմ կենտրոնացրու խաչի վրա ամփոփված խորհրդին, ամրացրու իմ մեջ սիրելի որդուդ խոնարհության մասին հիշողությունները, ավելացրու իմ մեջ հրճվանքն ու զարմանքը ինձ համար կատարած քո գործերի հանդեպ։ Ով Աստված, նախքան աշխարհի հետ քո հաշտությունը տվել ես նրան միացնին քո, իսկ հաշտությունից հետո ժառանգելու աստվածության գահը քո։ Մի թող գերեզման իջնելու հույսից զրկվածիս, և թող չհայտնվեմ մեղքերիս խավարում, կապված մեռած հավիտենության համար։ Շնորհակալ եմ Աստված աշխարհին տված քո շնորհի համար,
քանզի արարածներն ի վիճակի չեն խոսելու այս հարստության մասին, և քանի որ ես նույնպես մասնիկն եմ այս աշխարհի, թող չզլանամ երախտիկիս բաժինն իմ մատուցել քեզ, ուստի գովերգում ու փառաբանում եմ անունը քո, որ ամենաթանկ գանձն ես տվել աշխարհին։ Եթե քո միածին որդուն ես տվել բոլորիս օգտի համար, միթե կա առավել մի բան, որ չես տվել քո արարածներին։ Աշխարհը խառնվել է Աստծո հետ, իսկ արարածներն Արարչի հետ մեկ են դարձել։ Փառք քեզ քո անհասանելի նախախնամության համար, ճշմարտապես հզոր է խորհուրդը մեզ։ Փառք քեզ մեզնից թաքնված խորհուրդներիդ համար։ Արժանի արա ինձ Տեր գուշակել մեծ ու ծածուկ սուրբ խորհուրդը քո, որն աշխարհս դեռևս արժանի չէ ճանաչելու։ Գուցե սրբերին ցույց ես տվել դրա մի մասը, նրանց, ովքեր ապրում են այս աշխարհի ամեն բանից վեր։ Քրիստոսի խորհուրդների հոսքը օվկիանոսի ալիքների նման համակում է միտքն իմ։ Կցանկանայի Տեր պապանձվել նրանց առաջ և չխոսել, բայց նրանք սրտիս մեջ վառ ոսկորներն իմ այրող կրակի նման էին։ Խիղճն իմ հանդիմանում է, ցույց տալով ինձ մեղքերն իմ, խորհուրդը քո ապշեցնում է ինձ, բայց նաև ստիպում նայել իր վրա, լռության մեջ ասում է ինձ. մի հապաղիր մոտենալ ինձ, մեղքերիդ վախից, ով ազատիչ բնությունից մեր, իմ անդամների ներքին կապանքներն ու արտաքին զգայարանների բացահայտ արգելքներն արձակիր, որ խանգարում են ինձ կլանվել քո դրախտի մասին խորհուրդներիդ մեջ, որպեսզի ճաշակեմ կենաց ծառից, որից զրկվեց Ադամը։ Փրկիչ իմ, պաշտպանիր ինձ դիվային գայթակղություններից, ազատիր իմ խղճի թուլացումից, սիրտն իմ ողողիր քեզ ապավինելու շնորհով։ Նորություն ու լույս բոլոր աշխարհների, Հիսուս Քրիստոս, քեզ ճանաչելու պսակը թագադրիր հոգուս գլխին։ Անսպասելի իմ առջև բացիր քո ողորմության դարպասները, թող որ սրտիս մեջ փայլեն քո շնորհի շողերը, իմ մտքերին ուղեցույց եղիր, մինչև չհասնեմ քո սուրբ Սիոն սարին։ Արժանի արա ինձ այդ սուրբ քաղաքին, որտեղ մտել են սրբերն իրենց ընթացքի ավարտին, իմ կյանքի փոթորիկների մեջ խարիսխ, իմ տկարության պահերի հենարան, պատիվ անպատվությանս մեջ, հողին խոնարհած գլուխն իմ բարձրացրու։ Մի հանձնիր ինձ իմ հակառակորդի կամքին, հարմար պահ մի տուր նրան իր անմտությունների համար, հսկայական անդունդը դիր նրա առաջ, որպեսզի չկանգնի իմ ճանապարհին և չանհանգստացնի ինձ։ Տուր ինձ, որ իմ կարճ և վայրկյանական կյանքն անցկացնեմ ծառայելով քեզ, թող մոտ լինեմ քեզ կյանքիս ավարտին, արժանացրու կյանքիս մայրամուտ նայգումդ դիմավորելու օրհնությանը, արժանացրու ինձ այն դինարին, որը սահմանել ես աշխատողներիդ համար, քո մեծահոգի կամքով Տեր, այլ ոչ իմ գործերով, արժանի արա նույնիսկ իմ կամքի 11-րդ ժամին արթուն լինել, քեզ ծառայելով, թող չկապի կյանքը իր հետ գայթակղություններով լի խոսակցություններով և թող չկապի ինձ իր խնդիրների վանդակում։ Ով Քրիստոս, որ լույս ես հագնում պատմուճանի պես, որ ինձ համար մերկ կանգնել ես Պիղատոսի առաջ, հանդերձիր ինձ քո լույսով, որով լուսավորել ես սրբերիդ, շնորհիվ որի հաղթող են դուրս եկել նրանք այս աշխարհի հետ պայքարներում։ Ով Տեր, աստվածությունը քո թող հանգչի իմ մեջ և թող ուղեկցի ինձ աշխարհից վեր քեզ հետ լինելու համար։ Ով Քրիստոս, որ փառքիդ պատճառով բազում աչքերով քերոբեները չեն կարողանում անգամ նայել քո դեմքին, դու որ սիրո դիմաց թքակոծություն ես ընդունել քո դեմքին, ջնջիր ամոթն ինձնից և քեզ բաց դեմքով աղոթելու շնորհ տուր։ Ով Քրիստոս, որ Աստծո առաջ մեր բնության պարտքը տալու համար երկար մնացել ես անապատում և հաղթել խավարի իշխանին, նրանից խլելով հաղթանակը, որով հրճվում էր 5000 տարի, ստիպիր նրան փախչել ինձնից,
նրան, ով բոլոր ժամանակներում մարդկային ցեղին դրդում էր մեղանչել։ Խայտառակ խաչը, որ տարել ես ինձ համար, թող կամուրջ լինի դեպի խաղաղ հանգրվան։ Գլխիդ վրա փշե պսակը, թող պայքարի տապի ժամանակ փրկության վահան դառնա ինձ համար։ Դեմքիդ վրա թքակոծությունը թող պատրաստի ինձ բաց դեմքով երկրորդ գալստյանդ ժամանակ կանգնելու համար։ Թող քո սուրբ մարմինը, որ մերկացվել է խաչի վրա, թող քեզ սիրելու միջոցով խաչի ինձ այս աշխարհի և նրա ցանկասիրության համար։ Հագուստը քո, որ յուրացրին մարդիկ ագահ, իմ աչքերի առաջ թող պատռի հանդերձանքը խավարի, որի մեջ ես ներքնապես թաթախված եմ։ Քեզնից դուրս ժայթքած ջուրն ու արյունը թող ստրկությունից ազատման գիրք դառնան ինձ համար։ Քո մարմինն ու արյունը խառնվելով մարմնիս հետ, թող իմ մեջ գրավ լինի այն, որ չզրկվեմ մշտապես քեզ տեսնելուց։ Հավատքի խորհուրդը, որը պահել եմ անբիծ, թող իմ մեջ պահպանի արժանափառ մի բան, երբ աշխարհը պատրաստվի քո գալուն, և թող դրանք լրացնեն իմ սխրագործությունների պակասն այնտեղ։ Եվ թող քո սուրբ գահի առաջ այն սարսափելի ժամին, երբ արյունն ու մարմինը քո զոհաբերեցիր մեր փրկության համար, հիշատակեն բոլոր հայրերն ու մայրերը, ովքեր աշխարհից թաքնված և միայն քեզ հայտնի սարերում, արվանձաններում, ժայռերում, դաժան վայրերում ու անապատներում են անցկացրել իրենց ժամանակը, ովքեր մահացել են, բայց դեռ կենդանի են ու ծառայում են քեզ հոգով իրենց և մարմնով։ Նրանք, ովքեր թողել են ժամանակավոր կյանքն այս ու մեռած են այս աշխարհի համար, քանզի նրանք դուրս են եկել քեզ փնտրելու և ճգնության ու տառապանքների մեջ գտել են քեզ։ Ով արքա բոլոր աշխարհների և բոլոր ուղղափառ հայրերի, որոնք հանուն ճշմարիտ հավատքի դիմացել են փորձություններին և հալածվել են, ովքեր վանքերում, խցերում, անապատներում, անմարդաբնակ վայրերում ամենուր ձգտել են քեզ գոհացնել, թող քո օգնությունը ուղեկից լինի նրանց։ Սաղավարտ եղիր նրանց համար ամենայն ժամ, մշտապես ուղարկելով քո սուրբ մխիթարանքը։ Միտքը նրանց կապիր քեզ հետ բոլոր մաքառումներում, և թող նրանցում ապրի սուրբ երրորդության ուժը, և թող քեզ ծառայեն մինչև իրենց կյանքի մայրամուտը, բարի խղճով ու վարքով։ Արժանացրու նրանց խաղաղ հանգրվանի, կենդանության օրոք իրենց, իսկ նրանց, ովքեր դևերի հետ բացահայտ կամ ծածուկ պայքարի մեջ են, օգնություն ուղարկիր, Տեր, և քո շնորհիվ հովանի եղիր նրանց։ Փրկության սաղավարտը դիր նրանց գլխին և ջախջախիր թշնամու ուժը նրանց առաջ, և թող քո աջի զորությունը օգնի նրանց բոլոր ժամանակներում, որպեսզի իրենց մտքում չդադարեն անընդհատ հուսալ քեզ։ Հագցրու նրանց խոնարհության սպառազինությամբ, որպեսզի նրանցից բարձրանա քաղցրահամ անուշահոտություն, ամեն վայրկյան գոհացնելով կամքը քո։ Եվ թող հիշվեն քո առաջ նաև նրանք, Տեր, ովքեր տառապում են սուր ցավերից և մարմնական դառը հիվանդություններից։ Ուղարկիր նրանց ողորմության հրեշտակին և հանգստացրու հոգիներն ու դառնագին տառապանքներից հյուծված մարմինները նրանց։ Գթա, Տեր, նաև նրանց, ովքեր գտնվում են դաժան, չար ու անաստված բռնակալների իշխանության տակ։ Շուտով ուղարկիր ողորմության հրեշտակին և ազատիր նրանց անաստվածների ձեռքից։ Տեր իմ և Աստված իմ, մխիթարություն ուղարկիր բոլոր անմեղներին, ովքեր տարաբնույթ փորձությունների մեջ են հայտնվել։ Օրհնիր արյունովդ օծված քո սուրբ եկեղեցին, թող նրանում ապրի իրական խաղաղությունը, որ դու տվել ես քո սուրբ առաքյալներին։ Եկեղեցու զավակներին անսասան ու սուրբ սիրով կապիր միմյանց, այնպես, որ խառնակիչն անզոր լինի նրանց դեմ։ Հեռացրու եկեղեցուց արտաքին ու ներքին խռովությունները, կռիվները, և թող թագավորներն ու քահանաները կապված լինեն մեծ խաղաղությամբ և սիրով, որպեսզի միտքը նրանց հակված լինի ամենայն ժամ քեզ տեսնելու։ Եվ թող քո սուրբ հավատքը պարիսպ լինի հոտիդ համար, իսկ ինձ՝ մեղավորիս,
նրանց աղոթքներով արժանացրու ցանկացած պահի քո սուրբ աջի պաշտպանության ներքո լինել, ինչը ամենակալ քո նախախնամությունն է։ Ամեն։ Աղաչում և պաղատում եմ քեզ, Տեր, արժանացրու բոլոր մոլորյալներին ճշմարտապես ճանաչելու քեզ, տեսնելու փառքը քո, նրանց համար էլ, ովքեր հեռացել են այս աշխարհից, զուրկ բարեգործություններից և անհավատությամբ, պաշտպան եղիր նրանց համար, հանուն այն մարմնի, որը վերցրել ես նրանցից, որպեսզի մեկ միասնական մարմնով բոլորս փառավորենք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, երկնային արքայության մեջ, և այն բավականության, որն ավարտ չունի, հավիտյանս հավիտենից։ Ամեն։